Միկին գնում է մեղքերը խոստովանելու քահանայի առջև։ Մի ուրիշ ծեր սուրբ ճգնավոր տեսնում է հոգու աչքերով այդ ամբողջ։ Այս կինը բոլոր մեղքերը խոստովանում է եւ դրանք մանր օծերի նման են։ Իհարկե մանրերն ասում են, մեծը չի ասում։ Մեջը մի հատ վիշապ կար նստած։ Եվ ասում է, երբ որ այդ մանր մեղքերը խոստովանում էր, այդ մանր օծերը դուրս են գալիս, վիշապը անընդհատ գալիս էր բերանից դուրս գար, հետ էր գնում։ Ուզում էր բերանից դուրս գար, հետ էր գնում։ Այդ ի՞նչ է նշանակում։ Նշանակում է, որ ամաչում էր ասել։ Այդ իր մեծ մեղք։ Կա չէ՞ դες մեղք, որ ամաչում է, որ բոլորի առջև ասեն գեդին կմտնենք, չէ՞։ Կա չէ՞։ Հա։ Հենց այդ գեդին մտնելու մեղքը, որպեսի բոլորի առջև չասվի, այսինքն Աստծո դատաստանի առջև չհայտարարվի երկնքում հրեշտակների Աստծո առջև։ Գնա քահանային ասա։ Անգիր գիտի, վարդ բան չկա տեղ։ Հա։ Ուրեմն այդ կին անընդհատ էս մանրներն ասում է, մեծը չի ասում։ Օծը վիշապը գալիս է բերանից դուրս գա, մնես, որ տենց էլ չի ասում։ Թողնում դուրս է գալիս, սուրբ ծերը մի անգամից մտնում է քահանայի մոտ, ասում է, այդ կինը ասում է բոլոր մեղքերը խոստովանեց։ Ասում է, հա։ Նա չի խոստովանել, գնա հետ կանչ։ Հետ է կանչում, ասում է, դե արի, այն վիշապը, որ քո մեջը ասա, բաղցնում է։ Խոստովանեցնում այդ վիշապը միջից դուրս է գալիս։ Հա, ու լիարժեք է լինում խոստովանությունը, հա, թեթևացավ։ Հիմա մենք ուզում ենք վիշապը մեր մեջ մնա թուլավորվենք, հետո էլ ահեղ դատաստանին գետինը մտնենք, հետո էլ հավերժ տանջանքների գնանք, թե գնանք, հանենք միջից այդ թույնը։ Ո՞րն ենք ուզում։ Դեն չկա։ Ուրեմն որոշենք, թե որն ենք ուզում։ Ուզում ենք բուժվենք, թե չենք ուզում բուժվենք։ Ապաշխարությունն էս է։ Պահք պահեցինք, պահք չպահեցինք, թույլ ենք, տկար ենք, շատ պահեցինք, քիչ պահեցինք։ Դա արտաքին կերպն է։ Եթե դու քո մեջ երկու կարևորագույն բան կա, որ դու վստահ ես եւ ամենակարևորը մարմնավոր եւ հոգեվոր պատրաստվածությունն ես, որ կարող ես պահքը պահել, որտեվ պահքը օգտակար է, եթե մարդը լուրջ հիվանդ չի։ Հոգու եւ մարմնի համար էլ է օգտակար։ Տարվա մեջ թե մարմինը եւ թե հոգին պետք է այդ 50 օրյա շրջան ինքնամաքրման շրջանը հոգու եւ մարմնի։ Սա կարևոր է։ Միայն այն պարագային, երբ որ մարդը իրապես հիվանդ է, կարող չի դա պահել։ Հա։ Փոխարինող բաներ կան մարմնավոր պահքին, բայց հոգեվոր պահքին փոխարինող ոչինչ չկա։ Աղոթքդ պետք է անես։ Մեղքից պետք է հեռու լինես։ Իսկ զղջաս, խոստովանես, ապաշխարես մեղքերիդ համար։ Լիարժեք ինքնամաքրվես։